Շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, այս օրերին շատ է խոսվում դրա մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարձրացրել է կենսաթոշակները։ Բայց իրականում այդ կենսաթոշակները դուք եք բարձրացրել։ Ձեր աշխատանքով, ձեր հարկերմուծերով, ձեր ՀԴՄ վերցնելով եւ այսպես շարունակ։ Համընդհանուր առողջապահական համակարգի ներդրման մասին է խոսում։ Դա նույնպես դուք եք արել։ Կրկին ձեր աշխատանքով, ձեր ջանքերով եւ այսպես շարունակ։ Ինչ ենք արել մենք։ Մենք ընդամենը վերցրել ենք օլիգարխների թաթիկները բյուջեի վրայից եւ դրել ենք մի կողմ։ Մենք ընդամենը ապահովել ենք, որպեսզի ձեր գրպաններից դուրս եկող, կամ շուտ ոչ թե ձեր գրպաններից, ձեր ստեղծած բարիքը վերադառնա ձեր գրպաններ։ Եվ այժմ ելույթ կունենա այս գործում առաջամարտիկներից մեկը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան։ Արարատի մարզի հզոր ժողովուրդ ողջույն։ Ես այսօր ձեզ հետ խոսելու եմ ոչ միայն եւ ոչ այնքան որպես նախարար, падգամավորի տեխնացու կամ քաղաքական գործիչ, այլ որպես երկու երեխաների ծնող։ Որովհետեւ երեխաները մեր կյանքում հավանաբար ամենակարևոր մարդիկ են։ Եվ եթե համաձայն եք, եկեք ողջունենք մեր բոլոր երեխաներին։ Ցանկացած ծնող, այդ թվում եւ ես, իմ երեխաների համար պատկերացնում եմ մի երկիր, որը առաջին հերթին լինելու է խաղաղ։ Լինելու է այնպիսի երկիր, որ նրանք հնարավորություն ունենան ինքնադրսևորվելու եւ երբեք չտեսնելու որևէ արհավիրք, որևէ, հատկապես պատերազմի արհավիրքը։ Ես պատկերացնում եմ մի երկիր, որտեղ իմ երեխաները հնարավորություն են ունենալու ստանալ ամենավորակյալ կրթությունը, մանկապարտեզից, դպրոցից, մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ես պատկերացնում եմ մի երկիր, որտեղ հատկապես տղա երեխաները չեն խուսափելու ծառայությունից, եւ որտեղ ծնողները չեն փորձելու փոխել նրանց քաղաքացիությունը, չեն փորձելու փախցնել երկրից, չեն փորձելու ինչ-որ տարատեսակ հիվանդություններ ստեղծելու, որպեսզի նրանք չծառայեն սեփական երկրի զինված ուժերում։ Եվ հենց այդպիսի տրամաբանությամբ մենք ուզում մենք փորձում ձեզնից ստանալ նոր քվե 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում։ Սիրելի ժողովուրդ, արդյոք կա ավելի կարևոր բան, քան մեր երեխաների ապագան։ Իմ կարծիքով չկա։ Եվ հետևաբար, մենք պետք է բոլորս այս ամբողջը հստակ գիտակցելով կատարենք մեր ընտրությունը հունիսի 7-ին։ Եթե մենք տեսնում ենք քաղաքական ներկապնակը, ով ինչ է խոսում, ես կարծում եմ շատ պարզ է, թե ով է մտածում մեր երեխաների ապագայի մասին, ով է ուզում շարունակական խաղաղություն, ով է ուզում զարգացում, ով է կառուցում 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ով է ներդրել երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստի ծրագիրը, ով է շուտով տալու բազմազավակ ընտանիքներին բնակարաններ, ով է նույն 16 միլիոնների դրամի ծրագրով, որովհետեւ հարյուրավոր տներ են կառուցել, նորից կապել երեխաների հետ։ Մեր քաղաքականության կենտրոնում հենց երեխաներն են, որոնց նորից եմ կրկնում, ավելի կարևոր մարդ մեր համար չկա, մեր ոչ մեկի ընտանիքում։ Եվ հետևաբար սիրելի ժողովուրդ, Արարատի մարզի հզոր ժողովուրդ, եկեք հունիսի 7-ին տեր կանգնենք մեր երեխաների ապագային, որը մենք ունենք, որը մենք կարող ենք բերել եւ բերել ենք։ Եվ հետևաբար, արդյոք մենք տեր ենք խաղաղությանը, տեր ենք ինքնիշխանությանը, տեր ենք անկախությանը, տեր ենք մեր երեխաների ապագային։ Սիրում եմ բոլորիդ։ Սիրելի ժողովուրդ, այժմ ելույթ կունենա նա, ով ազգային ժողովում ամեն ինչ հաճախն է, նայելով կորում բացված ընդդիմադիրների երեսին, ասել այն, ինչ վստահ եմ ձեզնից շատերը պատկերացրել են, որ հաճույքով նրանց երեսին կասեն, եթե այնտեղ լինեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան։
Խաղաղ Հայաստանի խաղաղարար քաղաքացիներ ողջույն։ Սիրելի արարածիներ, այստեղ բեմ բարձրանալուց առաջ նայում էի Բելարուսա տենչ օլիգարխի մի հայտարարություն, որը ասում էր ախր այսպես այլևս շարունակել հնարավոր չի։ Այո, օլիգարխ թալանչիների շարունակելու ժամանակը ավարտվել է, որովհետև սկսվել է ժողովրդի ժամանակը։ Պատերազմի եռագլուխ կուսակցության բոլոր պարագլուխները միաբերան արշավանք են իրագործում խաղաղության դեմ և պնդում են, որ խաղաղությունը երաշխավորված չի։ Երաշխավորներ են պետք։ Ասում են, մենք կգնանք երաշխավորի հարցը կլուծենք։ Հարգելիներս, դուք եթե կարողանայիք մի հատ հայոց լեզվի ուսուցչի հարց կլուծեիք մինչև հիմա, որը դուք չեք արել։ Դուք ոնց կարաք երաշխավորի հարց լուծել։ Դուք նույնիսկ չեք կարող երաշխավորել, որ երբ որ նախադասությունը սկսում եք, բարեհաջող ավարտելու եք։ Ձեր կյանքը նախադասությունից նախադասություն ձգվող մի անվերջանալի փորձություն է։ Հիմա դուք ոնց եք Չինաստանին, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին բերելու որպես երաշխավոր։ Ինչպես գիտեք, սիրելի ժողովուրդ, արդեն Գագիկ Ծառուկյանի փեսա կարապետ Գուլոյանից բռնագանձվել է նրա շքեղ առանձնատունը, որի շուկայական գինը 2.5 միլիոն դոլար է։ Եվ ես երեք անցած օրը տեսա, որ Գագիկ Ծառուկյանն ասում էր, դե լավ, ինչ եք ասում, սովորական տուն է։ Մի հատ ես խնդրում եմ, թող ձեռք բարձրացնեն են մարդիկ, ովքեր սենց սովորական տուն ունեն։ Մի հատ ձեռք չեմ տեսնում ձեր ձեռքերը, ժողովուրդ։ Ովքեր ունեն 2.5 միլիոն դոլարանոց սովորական տներ։ Գիտեք խիչ ունեք, ժողովուրդ։ Որովհետև այդ ձեր փողերով են, թալանած փողերով են գնել այդ 2.5 միլիոն անոցը։ Ու դա հիմա վերադարձել է ձեզ։ Կամ մյուս կալուգացի օլիգարխը, որը հիմա եկել է մեծ խոսում է, իրեն հորջորջում է որպես ուժեղ, մարդ, ով գողացել է ձեր տան լույսը, ժողովուրդ, ով ձեր տան լույսն է գողացել։ Հիմա այդ նույն օլիգարխը եկել է ուզում է գողանա ձեր օջախի ճրագը, որովհետև իրագործում է քաղաքականություն, որը բերելու է անխուսափելի պատերազմի։ Թույլ ենք տալու, ժողովուրդ, թույլ չենք տալու։ Նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության պարագլուխները ցանկանում են Հայաստանը հետ շպրտել կոնֆլիկտի հորձանուտը։ Նրանք ուզում են ձեր զավակների կյանքը գրավ դնել պատերազմի բանկում և ուզում են, որ ձեր կյանքը նորից ձգվի ապագայի սպասելիքով, իսկ իրենք վայելեն ներկան և վայելեն իրենց կյանքը, բայց եկել է ժողովրդի պահը և եկել է ժողովրդի կյանքի ժամանակը։ Ժողովուրդ ջան, մենք մեր և ձեր սիրտը բաբախում են նույն ռիթմով։ Մենք ուրախանում ենք ձեր ուրախությամբ, որովհետև մենք սրտակից ենք, ժողովուրդ, մենք սրտակից ենք ձեզ հետ։ Մի հատ ցույց տվեք ձեր սրտերը, ցույց տվեք, վեր բարձրացրեք ձեր սրտերը։ Ահա այսպես մենք ուզում ենք, որ ձեր սրտերը միշտ վեր բարձրանան։ Մենք ուզում ենք, որ ձեր սրտերը ցնծան, և ձեր սրտերի հետ ուզում ենք, որ ցնծա Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ, երբ որ մենք շրջում ենք Հայաստանում, ամենաշատը, որ մարդիկ մեզ ասում են վարչապետի մասին, ասում են Նիկոլը մեր տան տղեն է։ Եվ ուրեմն հունիսի 7-ին մենք պիտի գնանք և պիտի ընտրենք ձեր տան տղու միջև և ձեր տան լույսը գողացողի միջև։
Մենք պիտի ընտրենք ձեր օջախի ճրակը վարպահողի և ձեր օջախի ճրակը մարողի միջև։ Եվ հունիսի 7-ին մենք ընտրելու ենք մեր ու ձեր տան խաղաղության, Հայաստանի խաղաղության համար և ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, 2008-ից 2018 թվականներին 10 տարվա ընթացքում, երբ Հայաստանում իշխանության էին Սերժ Սարգսյանը, նրա կոալիցիոն կրտսեր գործընկեր Գագիկ Ծառուկյանը եւ կալուգացի օլիգարխի հարազատ եղբայրը Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանից արտագաղթել է մոտ 370,000 հայ։